Այսօր մեծ տոն է սիրելիներս, ուրախության տոն, և ես ի ուրախություն բոլորիս ուզում եմ ասել Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Կարծում եմ Աստված պետք է լինի յուրաքանչյուրիս ներսում, յուրաքանչյուրիս սրտում, ու եթե ձեր մեջ կա Աստված, ուրեմն ամեն ինչ լավ է ձեզ համար։ Պետք չի եկեղեցիներ գնալ ու փնտրել Աստծուն։ Ես օրինակ եկեղեցի եմ գնում առանձնանալու ինքս ինձ հետ, իմ մտքերի հետ և մտավոր կապ հաստատելու Աստծու հետ, բայց ես այնտեղ Աստծուն չեմ փնտրում, ես այնտեղ ինձ եմ փնտրում, փնտրում եմ իմ ներսում գտնվող խնդիրները։ Պահեք ձեր կապը Աստծու հետ և ձեր խնդրանքները անպատասխան չեն մնա։ Աստված ուղեկցում է յուրաքանչյուրիս մեր կյանքի ընթացքում, ուղղակի պետք է հավատալ ու վստահել Նրան։ Աշխատել ապրել իր ստեղծած 10 պատվիրաններով, ես միշտ ստացել եմ իմ աղոթքների պատասխանը, ուղղակի պետք է Աստծու հետ անկեղծ լինեք։ Առաջին հերթին ձեզ հետ, հետո Աստծու։ Ինձ համար այս տոնը ամենակարևոր տոներից մեկն է, ու ինչպես մենք մեր ծնունդներին ենք պատրաստվում, նույնպես էլ պետք է Աստծո վերածնունդը նշենք։ Ու հիմա գնում ենք պատրաստելու շատ համեղ կուլիչներ, հայերեն թարգմանություն չկա կուլիչին, զատիկի թխվածքաբլիթ։ Գնացինք իդեպ վերնաշապիկս նույնպես գնել եմ զատիկի առիթով, իսկ խաչս և ականջողերս արդեն տեսել եք, շատ գեղեցիկ համադրվեց այս զգեստիս հետ, թեմայի մեջ ենք լրիվ, այսպես ասած։ Եթե հավանեցիք, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Ինչ ունենք այստեղ, ալյուր, շաքարավազ, խմորիչ, կաթ, հալեցրած կարագ, ձու, վանիլին և չամիչ։ Մեկ ճաշի գտալ խմորիչ, լցնում ենք և մոտավորապես 50 գրամ ջուր ու թողնում ենք մոտավորապես 20 րոպե, որպեսզի սենց գլխարկի նման բարձրանա։ Սա թողնում ենք մի կողմ, որ հասունանա։ Նախ սկզբի համար տաք ջրով թրջում ենք չամիչը ու թողնում ենք մի կողմ։ Հարում ենք չորձում 250 գրամ շաքարավազի հետ։ Մոռացա ասեմ, այստեղ նաև ավելացնում ենք վանիլինը։ Կարագը կամ ձիթայուղը ավելացնում ենք ձուն հարելու ընթացքում։ Ավելացնում ենք գոլ կաթը և խմորիչը, հələ տեսեք, թե ինչ լավ բարձրացել է, արդեն թափվում է։ Չամիչը քամում ենք ու չորացնում անձեռոցիկով։ Ձեռքերը թաթախում ենք ձիթայուղի մեջ, խմորը տրորում 10-15 րոպե, ծածկում կափարիչով, թողնում 40 րոպե հանգստանա։ 1 կիլոգրամ ալյուրից այսքան ավելացավ, սիրելիներս, բաղադրությունը կգտնեք կոմենտների բաժնում։ Մինչ կուլիչի խմորը կհասունանա, մենք անցնում ենք շատ համեղ աղցանի պատրաստմանը, պատրաստելու ենք սպանախով։ Սպանախը լվացել եմ, կտրատել եմ, պատրաստել եմ հարելուն։ Այստեղ 3 կապ սպանախ է, բայց եթե ընթացքում հասկանամ, որ շատ է, կեսը կանեմ։ Մնացածներ կտապակենք։ Սպանախը հարել եմ, աղ եմ անում, լավ խառնում եմ,
ու թողնում եմ, որ մի քիչ ջրազատվի, իր մեջի ջուրը դուրս տա, հետո պետքա քամեմ։ Ուղղակի աղը կօգնի, որ դա ավելի արագ լինի։ Մինչ կջրազատվի, մենք պատրաստում ենք անկույզ։ Հարում ենք հարիչով։ Անկույզը մանրացրել եմ, ոչ շատ մանր եք անում։ Տեսեք, բավականին ջուր է դուրս տվել, հիմա մի հատ լավ քամենք էլ։ Հիմա վերցնում ենք մի փոքր ձիթ հայուղ, շատ քիչ, ավելացնում ենք մի քիչ համեմունքներ, կարմիր սև պղպեղներ ու մի փոքր սունելի խմելի։ Սա տապակում ենք գազօջախին, լցնում ենք սպանախի վրա, կարող եք շատ քիչ սոխել անել, մի փոքր, բայց ես չեմ անում այսօր։ Երկու պճեղ սխտոր ենք տրորում։ Ավելացնում ենք մայոնեզ մի փոքր, ոչ շատ։ Ընթացքում եթե կհասկանաք քիչ է մայոնեզ, կավելացնեք, բայց պետք չի շատ անել։ Ես մի փոքր կավելացնեմ։ Գնդեր ենք ոչ շատ մեծ։ Ու հետո թաթախում ենք կնկույզի մեջ։ Այսպեսի շարում ենք տարայի մեջ։ Մի փոքր սխմեք, թող անկույզները մտնի սպանախի մեջ։ Եղանակը ընտիր է, տեղափոխվեցի պատշգամբ մի փոքր էլ այստեղ շարունակեմ նկարահանումներս։ Երեխեք, սպանախի աղցանը, որ պատրաստեցի, այդ ձոխերի հատվածները թողեցի, միայն փափուկ նուրբ տերևները օգտագործեցի, դուք էլ այդպես կանեք, եթե անեք։ Նաև Գոլղոյթում վաճառում են սառեցված պատրաստի հենց միայն այդպես աղացած, դուք կարող եք դա գնել ու շատ ավելի հեշտ կլինի ձեր գործը, կմնա միայն համեմունքները ավելացնել, սխտորպատ ու վերջ։ Իսկ եթե կգնեք ինձպես այդպես զոխերով, զոխերը կտրատեք առանձին հանեք, շատ համեղ աղցան է լինում։ Հեսա միասին այդ աղցանն կպատրաստենք, ճիշտ ընդհանրապես ժամանակ չունեմ, ուշ սկսեցինք մի փոքր մեր այս ճաշագործությունները, բայց ոչինչ, հեսա արագ մի հատ այդ աղցանն էլ կպատրաստեմ, էլի շատ համեղ աղցան է, դուք էլ կհավանեք։ Տեսեք, հեսա զոխերը առանձնացրել եմ, թարմ, այսպես այնպիսի համեղ աղցան է լինում, չեք պատկերացնի։ Հիմա մի փոքր ընդհանրապես կտրատում եմ։ Շատ չենք մանրացնում, կամ դե ինչպես կուզեք, ըստ ձեր ցանկության, ես այդքան էլ շատ չեմ մանրացնում։ Մոտավորապես այսենց մեկ վարունգ մածունի մեջ սխտոր ենք լցնում, երեխեք ջան, կիսատա, դրա համար ես հենց մի անգամից սրա մեջ էլ կլցնեմ սխտորը։ Այստեղ մի փոքր սև պղպեղ ենք անում ու աղ ենք լցնում։ Լավ խառնում ենք ու լցնում ենք
սպանախի ու վարունգի վրա։ 10%-անոց մածունով ավելի լավ է ստացվում, քանի որ ես տենց պատահաբար որոշեցի, որ սա պետքա սարքեմ այսօր, 10%-անոց չունեի, տանը ինչ ունեմ, դա եմ լցնում, այսպես էլ կլինի, բայց 10-ով ավելի լավ կլինի։ Մեր համեղ աղցանը պատրաստ է։ Որ մի օր հանկարծ որոշեք այս համեղ աղցանից պատրաստեք, ինձ հանկարծ չմոռանաք, կգաք այս տեսանյութի տակ ու կոմենտներում կգրեք հավաներեք թե չէ։ Ծրիկները ներկում են Էլիզն ու Ժակլինը։ Հիմա այստեղ պատրաստել ենք բաժակները, հիմա գույները կխառնեմ, 5 գույն ունենք, յուրաքանչյուր տարայի մեջ 1 գդալ քացախ եմ հիմա լցնում։ Բոլոր գույներն արդեն պատրաստ են։ Խմորս արդեն հասունացել է։ Հիմա կտեղափոխենք տարայի մեջ, որպեսզի թխենք։ Հաջողության կոպեկ ենք գցում գուլիչի մեջ, տեսնենք այս տարվա հաջողությունը ում է ընկնելու։ Այն անգամ ես էի հաղթել։ Այդ հաղթել չի, գտնել է ղսմաթը, դու էիր գտել այդ տարվա։ Հիմա տեսնենք ում կընկնի այս տարվա ղսմաթը։ Հուսով եմ էլի ես եմ։ Հա։ Չի կարա։ Չենք կարա, փակում ենք մեր աչքերը։ Ջերմաստիճանը անում ենք 50, դնում ենք մի փոքր էլ խմորը բարձրանա, հետո դարձնում ենք 160 եւ թխում ենք։ Չեսնում ենք բաժակի մեջ, մի քանի րոպե թողնում ենք ու հանում ենք։ Հիմա կարմիր դիր։ Ես կապուծին եմ։ Իմ աղջիկը։ Մյուսը։ Մի նոր ձև եմ տեսել ինտերնետում, մոմով շատ սիրուն, եկեք փորձենք այդ տարբերակնել, փորձելու ենք զարդարել պատալի ոսկեգույն թղթերով, այսպիսի։ Վաու։ Տեսեք։ Օ, ինչ սիրուն ա եղել կանաչը, շատ սիրուն ա։ Ահա։ Հլադուն մեջ նո։ Մաման այ կարմիր է։ Ինչ սիրուն ա կարմիրն եղել։ Շատ պետք է։ Քո շորերի գույնն է, ինչ սիրուն էր։ Հիմա հանգցնում ենք մոմը ու բամբակով կետիկներ ենք տարբեր տեղերում դնում։ Հիմա կուտիկներովն ենք հանում։ Կանաչ արդեն։ Որ կարողանանք համաչափ դնենք կուտիկները, ավելի սիրուն կլինի։ Կանաչ եղել։ Հանիկյան։ Սիրուն եղավ։ Այսենց պետք է բռնես, որ բոլոր կողմերը կարողանաս կետիկներ անես։ Ուտեմ քո պուտիկները։ Ես։ Դու ես դրել, քո դրած պուտիկներն են։ Ունի։ Քո։ Սիրուն է։ Լավ կարմիրը։ Բայց ռոզվի իզն։ Մի քիչ ասենք ես ռոզվին։ Ունենք, վարդագույներ ունենք։ Ապնա։ Ձվին մի փոքր սպիտակուց ենք քսում ու պատալը վերցնում ենք, սենց տեղ-տեղ կպչելու էլ։ Ու սենց տրորի։ Հիմա եմ հատնա։ Ես ինչո՞։ Ձույա։ Ինչ սիրուն ստացվեց։ Շատ սիրուն է։ Մամա։ Սիրուն է։ Մամա, ես ինչ եմ անում սրանով։ Լավ է։ Շատ սիրուն է։ Օ, ինչ սիրուն եղավ այս մեկը էլիս։ Ինչ հետաքրքիր գույն ստացվեց։ Լավն է շատ։ Ջի։ Շատ սիրուն է։ Շարում ենք սրա մեջ երեխեք ջան։ Այս կամոթ։ Էս էլ է սիրուն ստացվել, գույները խառնվել է մի քիչ իրար,
կողքի գույներից կպելա ու շատ սիրուն Ասեք ստացվի։ կոմենտների մեջ որն եք սիրում ավելի։ Զուվի։ Էլիզիկի Իմնալ, թաթիկներ։ իմնալ։ Դե գնացինք լվացվել։ Աջո։ Երեխեք ջան, հələ տեսեք, սա ոչ թե կուլիչ, այլ սունկ է ստացվել։ Իմ ֆորման շատ փոքր էր այս չափի խմորի համար, լցնելուց արդեն գիտեի ճիշտն ասած, բայց քանի որ խառն էինք, չուզեցի խմոր հետ վերցնեմ, ոչ մի բան չէի կարող այս պահին սարքել, դրա համար լցրեցի։ Բայց ոչինչ, սենց էլ ասիրուն, էսա բերենք բեզեն էլ լցնենք վրեն։ Երեխեք շտապում էի, բեզես մի քիչ ջրիկ է ստացվել, 2 ձվի սպիտակուցով բեզե եք պատրաստում ու լցնում եք կուլիչի վրա, ես սենց արեցի, չգիտեմ հետո ոնց ենք սիրուն կտրելու, այդպես է չէ, որ առիթ է լինում, միջոցառում եք ունենում, միշտ այդ ժամանակ մի բան այն չի ստացվում, հիմա ես եմ շտապելուց բեզեն քիչ խփեցի ու հետո որ արդեն շաքարավազը ավելացրեցի, այսպես մի քիչ ջրիկ ստացվեց, ափսոս։ Ընդհանրապես որ կոպեկ եմ դնում մեջը, բեզե չեմ լցնում, բայց քանի որ մամասից տեղա ինքն էլ բեզե շատ է սիրում, ուզեցի որ համ սիրուն լինի, համ էլ իրան հաճելի լինի համը, դրա համար լցրեցի ու այսպես թարս ստացվեց, բայց ոչինչ, տեսքը տեղն է կարևորը։ Չգտեն։ Նապաստա։ Rahatlıkla İramaları babanlar. O ise güzel çocuklar. Wow, ay çok Այս ծառը սեղանին տեղ չունենք արդեն դնելու, Ժակլինը կզարդարի, կթողնենք ստեղ։ Պատշկան բուն, Папочка-бабуль. պատշկան, բազիս, լասա։ Папочкам. Ինչ? Папочкам. Պատշկան։ Как Այս մեր տատին է։ Սատիկ տատին է։ Էսա մի րոպե տատիկ ջան։ Таты. Най. А? Quick, quick. Yum, yummy. Poppy, poppy, nice. Տատի դու ես քեզ տեսել ես։ Հա բա։ Նման է, տես կանաչել հագել ես, թորնել ստեղ ես ծառը զարդարես, տատին էլ դրեց այգու մեջ։ Ջրենք ծլել։ Էլ տեն անգլորիսը համաձայն է, որ ջրենք դու ծլես։ Բազմանաս, հեսա որ կա կհարցնեմ։ Տեսեք, եթե չհամաձայնի, դե չորանամ գնամ։ Չէ, չորանալ չենք ուզում, դրան էլ համաձայն չենք։ Մազերդ, պրիչոսկետ լրիվ ինքնա։
Տեսնում ես ոնց է բռնացրել Ժակլինը։ Ժակլինը մտածեց ծլեց։ Հա։ Այստեղ ձուկն է էփվում, անուշ հոտը ընկել է։ Այստեղ չրեղենն ենք տապակում, որ փլավի վրա լցնենք։ Սա էլ բրնձով փլավն է արդեն պատրաստ է։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հայությունը Քրիստոսը։ Որոշեցի այս վերևի հատվածը հանեմ, որովհետև դժվար է կտրելը, այսպես կհանեմ։ Դու ես ուզում։ Էլիզին էս մեկը։ Արի Ժակո։ Հենց Էլիզին ընգավ, հենց առաջինը կտրեցի ու Էլիզին ընգավ։ Շնորհավոր։ 50 եվրո։ Մեր պապան մրցանակ էր խոստացել, ում որ ընկներ 50 եվրո էր տալու, նվեր հեսա, Էլիզը շահեց։ Գնացեք, խնդրեմ, ծափահար։ Ո՞նց զգացիլելից։ Աշկը դրել էր, ինչ դրել եմ սեղանին, աշկը դրել էր վրեն, ասում է, բայց փչացրեցիք մեր խաղը։ Այս մի անգամից ընտրեցիր։ Չէ, հաստրեցին մեր ոչ մեկը ընտրենք։ Դե լավ, ուրեմն մենք էլ կփորձենք տեսնենք, համովաստացվել թե չէ, այ հենց հիմա ես այս հենց մի հատ։ Շատ համով է։